Բաժին 3. Փայլի գաղտնիքը։ Եվ հիմա մենք հասանք մեր վերլուծության ամենահայտնի եւ եկեք անկեղծ լինենք մի փոքր էլ սրսափելի հատվածին։ Ինչու են նրանց աչքերը խավարում փայլում։ Պատճառն ունի գիտական անվանում՝ տապետում լուսիդում։ Տապետում լուսիդում հայերեն կարող ենք թարգմանել որպես լուսարձակող գորգ։ Պատկերացրեք, որ ձեր կատվի աչքի հետևի պատին տեղադրված է իսկական կենսաբանական հայելի։ Երբ լույսը մտնում է աչք ու անցնում ցանցաթաղանթի միջով, միշտ չէ, որ միանգամից կլանվում է։ Եվ ահա այս հատուկ շերտը վերցնում ու հետ է անդրադարձնում այդ լույսը դեպի բջիջները։ Սա, ըստ էության, լույսին տալիս է որսացվելու երկրորդ շանս։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը այս ամենի մեջ։ Այս շերտ այնքան արդյունավետ է, որ արտացոլում է 130 անգամ ավելի շատ լույս, քան մարդկային աչքի հատակը։ Պարզապես ֆանտաստիկ թիվ է, չէ՞։ Այս հայելային վահանի շնորհիվ ցանցաթաղանթը հավաքում է առկա լույսի ավելի քան 50%-ը։ Իսկ այն փայլը, որ մենք տեսնում ենք մութ սենյակում, պարզապես լույսի այն փոքրիկ ավելցուկային մասն է, որը վրիպել է բջիջներից ու նորից դուրս եկել աչքից։ Իդեպ գիտեիք արդյոք, որ բոլոր կատուների աչքերը միևնույն գույնով չեն փայլում։ Սրա հետևում մի ամբողջ քիմիա կա թաքնված։ Այդ շերտը հիմնականում կազմված է ռիբոֆլավինից եւ ցինկից, եւ հենց կատվի աչքում առկա ցինկի մակարդակն ու մոլեկուլյար կառուցվածքն են որոշում, թե խավարում ինչ գույն են ունենալու նրա աչքերը։ Այդ իսկ պատճառով որոշ կատուների մոտ դրանք վառ դեղին են, մյուսների մոտ կանաչ, իսկ ոմանց մոտ անգամ շատ հազվագյուտ կապույտ։